Ինչ հնարավորություններ է տալիս Սահմանադրական դատարանի այս որոշումը։ Առաջին հերթին այն մտցնում է հստակություն, թե դատախազության եւ դատարանների պարտականությունների եւ իրավունքների շրջանակում, որտեղ մինչեւ այժմ լայն կերպով է մեկնաբանվել օրենքը, անձանց ամբողջ գույքը դրվել է արգելանքի տակ, փորձ է արվել այն բռնագանձել, ուշադրություն չի դարձվել։ Կա արդյոք պատճառահետևանքային կապ հանցանքի եւ ենթադրյալ ապօրինի գույքի մեջ, թե արդյոք այդ գույքը ձեռք է բերվել գուցե մինչև պաշտոնավարման սկիզբը, որն է այդ պաշտոնի ստանձնումից հետո կատարված այն հանցագործությունը, որը բխեցրել է, գեներացրել է տնտեսական օգուտ։ Այս բոլոր հարցերը այլևս պետք է գտնվեն դատախազության եւ դատարանների ուշադրության կենտրոնում եւ պետք է ապացուցվեն, հիմնավորվեն։ Սա մեկ։ Երկրորդը, Սահմանադրական դատարանը բացել է մեծ պատուհան մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերին հղումներ կատարելու արդյունքում։ Եվ սեփականության իրավունքը Հայաստանում եւս մեկ անգամ վերահաստատվեց, որ պետք է պաշտպանվի եվրոպական չափանիշների համաձայն։ Եվ շատ կարևոր է այստեղ այդ նուրբ թելը, թե որն է համարվում օրինական գույք, որն է համարվելու ապօրինի գույք։